Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից ստորագրված փաստաթղթերից անցել է 1 տարի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում ի թիվս այլ հարցերի նշել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է TRIP նախագիծը, որը ոչ միայն վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, մոտ ապագայում դառնալու է Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսության առանցքը, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ, այլ որպես ճանապարհ։ Վարչապետը հավելել է, որ առաջիկայում սկսվելու է TRIP նախագծի գործնական իրականացումն ու այն դառնալու է տարածաշրջանային ու միջազգային մեծ իրադարձություն։ Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանի կարծիքով օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանին հնարավորություն են տվել օբյեկտից վերածվել սուբյեկտի։ Նրա խոսքերով այս 1 տարվա ընթացքում մենք գետնի վրա ենք տեսել, թե որքան կարևոր են մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Բոլորին վերջերս օրերս բացված հենց օգոստոսի 8-ին բացված արհեստական բանականության այդ գործարանը Nvidia-ի եւ Firebird-ի հետ հենց այդ ցուցիչներից մեկն է, որ աճող դինամիկ արագությամբ մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ որն է կարեւոր, որ մենք կոնկրետ զգում ենք մեր կաշվի վրա դրա դրական արդյունքը։ Սա շատ կարեւոր է ֆիքսել։ Հարցեր ենք տալիս, թե վերջո ինչի համար է այդ ռազմավարական խարտիան, որ մենք կնքեցինք դեռ Բայդենի վարչակազմի հետ։ Հետո մենք ստորագրեցինք արդեն համապարփակ ռազմավարական համագործակցությունը Թրամփի վարչակազմի հետ։ Եվ մենք տեսնում ենք մեր կաշվի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դերակատարում է ստանձնում ռեգիոնում, միջազգային ասպարեզում, եւ դա բխում է շարքային քաղաքացու շահերից, որովհետեւ դրանով Հայաստանի Հանրապետությունը այն երաշխիքն է բերում նաեւ, որ խաղաղությունը պետք է լինի մշտական։ Անդրադառնալով ընդդիմադիրների խաղաղության համար երաշխավորներ բերելու խոսույթին, Բլեյանը նկատեց. Երաշխիքը Հայաստանի Հանրապետության որպես պետության, որպես ռեգիոնալ խաղացողի դերի բարձրացման մեջ է։ Երաշխիքը Ադրբեջանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձևաչափերով տնտեսական եւ քաղաքական պրոյեկտների, ինտեգրացիոն պրոյեկտների ձևավորումն է, զարգացումը, նորերը ստեղծումը եւ միջին միջանցքը դրա կարևորագույն տարրերից մեկն է, որտեղ կենտրոնական ասիական պետությունները Ադրբեջանի, Հայաստանի միջոցով կապտվելու են եվրոպական երկրի հետ եւ որի դիրիժորը Միացյալ Նահանգներն է։ Այսինքն մեզ էլ ինչ է պետք դրանից ավել։ Իհարկե մեզ պետք է այդ բոլոր երկրների հետ ունենալ մի մասի հետ դաշնակցային, մյուս մասի հետ կառավարելի հարևանային հարաբերություններ։ Վարչապետն իր ուղերձում նաև նշել է, որ ոմանք նպատակը դրված, ոմանք էլ ակամա գործում են խաղաղությունը փլուզելու տրամաբանությամբ եւ այս գործունեությունը երբեմն քողարկվում է բարեհունչ կամ հայրենասիրական ծխածածկույթի ներքո։ Վարչապետի խոսքերով խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակել։ Հայաստանում այս խոսույթը, հիշեցնենք, հատկապես տարածում են խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Կառաջարկի ընդդիմադիր բառն այստեղ ճակերտների մեջ վերցնեինք, որտեվ ես չեմ կարծում, որ այն ընդդիմադիր ուժերին, ում դուք նկատի ունեք, իրանք ընդդիմադիր քաղաքական ուժեր են։ Իրենք ընդդիմադիր են մեր պետությանը, իրենք դիմադրում են մեր պետության զարգացմանը, իրենք ընդդիմանում են մեր պետության զարգացմանը, խաղաղության Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սահմանների բացմանը, Ռուսաստանից մեր կախվածության նվազեցմանը, Եվրոպական միությանն անդամակցությանը, հարևանների հետ զարգացած եւ դաշնակցային հարաբերություններ ունենալը, երբ խոսում ենք Վրաստանի եւ Իրանի պարագայում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կառավարելի հարևանային փոխկապակցված հարաբերությունների ունենալը։ Իրենք դրան են ընդդիմանում եւ շատ էլ գիտակցված։ Որովհետև իրենք հասկանում են, որ իրենց գոյությունը պայմանավորված է այնքանով, որքանով թույլատրված է Ռուսաստանի կողմից։ Իսկ Ռուսաստանի շահագրգռվածությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կոնֆլիկտն է, որովհետև որտեղ չկա կոնֆլիկտ, չկա Ռուսաստանի դաշտություն։ Իր քաղաքական ներկայությունն է որակապես փոխվում, երբ բացվում է հայ-թուրքական սահմանը։ Իր
քաղաքական ներկայության, ֆիզիկական ներկայության թարապես որակն է փոխվում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են նախաստորագրում, հետո ստորագրում, կոմունիկացիաներ են բացվում, Միացյալ Նահանգներն է մուտք գործում այս տարածաշրջան։ Ինչու ստացվեց Միացյալ Նահանգների հետ, իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ոչ։ Ֆլեյանի դիտարկմամբ պատճառները տարբեր են։ Չէ՞ որ 91 թվականից ի վեր մենք Ռուսաստանի Դաշնության հետ զանազան պրոյեկտների մեջ ենք։ Քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական, անվտանգային, ռազմավարական, բոլոր հնարավոր ձևերով մենք ընդգրկված ենք Ռուսաստանի հետ։ Հիմա մենք կարող ենք փաստել, որ թվականից վերցնենք այդ հետ հաշվարկը, 18 թվականից, 19, 20, 21, 22, 23, որ թվականից սկսենք, 16 թվականին, որ Հայաստանը օգուտ է ստացել։ Որն է այդ օգուտը։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունը դարձել է, չգիտեմ, տնտեսապես զարգացած երկիր։ Եղել այդպես, չի եղել։ Հայաստանի Հանրապետության տարածքը չի խախտվել հարևանների կողմից։ Այդպես է, այդպես չէ։ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների գծով եւ ժողովրդավարությամբ աչքի է ընկել իր առաջատարությամբ։ Այդպես է եղել, այդպես չի եղել։ Իսկ ինձ համար օրինակ 22 թվականի սեպտեմբերն է, այն անկյունակարային շրջադարձը, որ Հայաստանի Հանրապետությունը արեց, որ հասկացավ այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ առաջ գնալ, խոսքը գնում է իշխանության մասին, եւ դրանից հետո ես կարող եմ օրինակ այդ հետհաշվարկը սկսել։ Եվ մենք տեսանք, որ դրանից հետո որքան մեր հարաբերությունները զարգացան Եվրոպական միության հետ, միության անդամ ունեցածող երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Թագավորության եւ այլ երկրների հետ, Հնդկաստանի հետ, դրանով մենք դարձանք ավելի կայուն, դրանով զարգացավ մեր տնտեսությունը, դրա արդյունքում մենք դարձանք ավելի անվտանգ։ Ֆրանսիայի, Եվրոպական միության հետ, Հունաստանի, այլ երկրների հետ հարաբերության արդյունքում է Հայաստանի Հանրապետությունը ուժեղանում, ոչ թե Ռուսաստանի Դաշնության հետ, այլ հակառակը։ Հետևաբար դա ինչ է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։